ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի որոշմամբ արդեն երկրորդ տարին է հոկտեմբերի 17-ը հռչակվել է ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։ Այդ խորհրդանշական օրը նշվում է նաև Հայաստանում, արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային եւ ստեղծագործական ոլորտներում։ Այս տարի նախաձեռնությանը միացել է Հայաստանի 10 մարզի 230 համայնքի շուրջ 360 կազմակերպություն, պետական կրթական ու մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ եւ անհատներ։ Օրվա խորհրդին համահունչ մշակութային մայրաքաղաք Գյումրիում անցկացվեցին բազմազան միջոցառումներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, գիտաժողովներ, վարպետության դասեր, պարային եւ երաժշտական միջոցառումներ։ Իսահակյանի տուն թանգարանի բակում մեծ աշխուժություն էին ստեղծել Գյումրու 3-րդ արհեստագործական ուսումնարանի սաները։ Պատանի խաչքարագործները վարպետության դասեր են անցկացնում։ Նրանց հետ աշխատում են նաև փոքրիկները։ Թիվ 3 արհեստագործական ուսումնարանի կազմակերպչադաստիարակչական գծով փոխտնօրեն Նաիրա Գևորգյանի խոսքով նաև իրենց սաների աշխատանքներն էին ցուցադրության հանվել։ Եկեղեցիները եւ արվեստի մյուս գործերը պատրաստել են ուսումնարանի ոսկերչության եւ քարի փորագրության խմբի սաները։ Խաչքարագործությունը դեռ սկզբից սկսել է նաև Գրիգոր Լուսավորիչը եւ մեր վանականներն են զբաղվել խաչքարագործությամբ եւ դրա համար էլ մեր եկեղեցիների բոլոր անկյուններում կան խաչքարեր, որոնցով նաեւ պաշտպանվել է մեր ժողովուրդը։ Հովանես Շիրազի թանգարանում էլ դասախոսություն էր Սասնա ծռեր էպոսի կերպարների ժողովրդական բնույթը խորագրով։ Գիտաշխատողները անդրադարձան էպոսի բոլոր առանցքային կերպարներին, այն համադրելով Շիրազի համանուն ստեղծագործության հետ, ասաց Շիրազի թանգարանի տնօրեն Լուսինե Պետրոսյանը։ Շիրազին էլ նաեւ անդրադարձանք, որովհետեւ Հովանես Շիրազի ստեղծագործությունների մեջ կարելի է գտնել մեր հայոց պատմությանը վերաբերող բոլոր կնճռոտ հարցերին անդրադարձ եւ անհնար էր, որ նաեւ այստեղ տեղ չգտներ մեր փառահեղ հերոսական ուրեմն էպոսը իր Սասունցի Դավիթ կերպարով եւ նա նաեւ ունի բանաստեղծություն Սասունցի Դավթին նվիրված, որը տպված է նրա անտիպեջերի 3-րդ հատորում։ Գյումրու մշակութային ժառանգության նվերը օրվա խորհրդին դուդուկն ու իր երաժշտությունը խորագրով միջոցառումներ։ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների պատկերասրահը մշակութային օրվա կապակցությամբ հյուրընկալել էր Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Համերգի ժամանակ հիմնականում հնչեցին Կոմիտասի կատարումները։ Աբովյան փողոցում հնչող երաժշտությունը օրը տոնական էր դարձել նաև զբոսաշրջիկների համար։ Քաղաքի կենտրոնը վերածվել էր իսկական մշակութային մեծ բեմի։ Տարբեր տարիքների մարդիկ եկել էին վայելելու երաժշտությունն ու պարը։ Տոնական միջոցառման մաս էր ձեռագիր Գյումրի կտավի ստեղծումը։ Պաստառի վրա անցորդները նկարում էին մի պատառիկ իրենց տեսած Գյումրիից։